Խաչմերուկում կանգնած միշտ ականատես ես լինում երթևեկության հիմնարար խնդրին։ Կանաչի դեպքում շարժվում է առաջին մեքենան, հետո հաջորդը, հետո մյուսը, հետո էլի մյուսը, հետո դու ու հենց քո հերթն է հասնում։ Ընկնում ես կարմիրի տակ։ Եթե մեքենաները միաժամանակ շարժվեին, դու կհասցնեիր պլստալ։ Խնդիրը համաձայնեցվածությունն է, ոչ թե մեքենաները, որովհետև մենք կապիկի պես վարորդներ ենք, դանդաղ ռեակցիայով ու կարճ ուշադրությամբ։ Նույնիսկ եթե փորձեինք բոլորի հետ պայմանավորվել, որ 3-2-1 գնացինք հաշվարկով սեղմեն գազի ոտնակը, դա էլ դժվար կլիներ։ Այս անհամաձայնեցվածությունը սահմանափակում է, թե քանի մեքենա կարող է անցնել խաչմերուկով, եւ երբ մի խաչմերուկի խցանումը հասնում է մյուսին, հենց այդ ժամանակ էլ սկսվում են քաղաքի մասշտաբի կասկադային խցանումները, որոնցից դուրս գալը հավերժություն է տևում։ Ընդհանրապես շատ խաչմերուկներ նշանակում են շատ անհամաձայնեցվածություն, ինչն էլ իր հերթին ավելի շատ խցանումներ։ Սա էլ հենց մեծ մայրուղիներ կառուցելու հիմնական նպատակն է՝ ազատվել խաչմերուկներից։ Ջուղավորումներ ու միացումներ, այո, խաչմերուկներ ոչ։ Առանց կանգառների, առանց համաձայնեցման խնդիրների, առանց խցանումների։ Դե համենայն դեպս տեսականորեն այդպես է։ Մայրուղուց դուրս գտնվող խաչմերուկների պատճառով խցանումը կհասնի մինչև մայրուղի։ Էլի որովհետև մարդկային ռեակցիան է սահմանափակում, թե քանի մեքենա կարող է դուրս գալ ելքի թե քահարտակից, երբ լույսը փոխվում է։ Բայց նույնիսկ առանց խաչմերուկների մայրուղու վրա միևնույն է խցանումներ կլինեին։ Խցանումը կարող է ուղղակի դատարկ տեղն առաջանալ։ Վերցնենք միագիծ մայրուղի, որով մեքենաներն իրենց համար հանգիստ գնում են, մինչև որ մի հավ որոշում է անցնել ճանապարհը։ Հավին տեսնող վարորդը մի փոքր արգելակում է, նրա հետևինը միանգամից չի նկատում ու անհրաժեշտից մի քիչ ավելի ուժեղ է սեղմում արգելակը։ Դրա հետևինն էլ նույնը, մինչև որ մեկը լրիվ կանգ է առնում։ Ու վերջ, մայրուղու արագությամբ մոտեցող մեքենաներն էլ հիմա պետք է կանգնեն։ Թեև հավը վաղուց գնացել է, այն իր հետևից մայրուղու վրա թողել է ուրվական խաչմերուկ։ Սա հենց այն է, ինչ տեղի է ունենում, երբ ժամերով խցանման մեջ մնալով մտածում ես, առջևում երևի սարսափելի վթար է եղել, ու հետո հանկարծ խցանումը վերջանում է, իսկ վթարի ոչ մի հետք չի երևում, ինչը քեզ թեթևացնում է, եթե լավ մարդ ես, եւ մի փոքր նյարդայնացնում, եթե ոչ։ Դուք ուղղակի անցել եք ուրվական խաչմերուկով, որի առաջացման պատճառը վաղուց չկա, եւ այս ուրվական խաչմերուկը շարժվում է։ Իրականում դա խցանում օձ է, որը սողում է ճանապարհով, մի ծայրով կուլ տալով մոտեցող մեքենաներին, իսկ մյուսով դուրս նետելով։ Օղակաձև ճանապարհի վրա ընդամենը մեկ մեքենայի դանդաղելը կարող է առաջացնել խցանումների շարք, որը կտևի հավերժ, թեև ճանապարհը ոչ մի խնդիր չունի։ Եթե վարորդները կարողանային համաձայնեցված գործել, միաժամանակ արագանալով ու իրար մեջ տարածություն պահելով, հանգիստ երթևեկությունը կվերականգնվեր։ Բայց նրանք չեն կարող, այդ պատճառով խցանումը հավերժ է։ Մայրուղիների վրա խցանում օձերը մեծանում են, եթե մեքենաներն ավելի արագ են կուլ գնում, քան դուրս նետվում, եւ փոքրանում են, եթե ավելի արագ են դուրս նետվում, քան կուլ գնում։ Դրանք վերանում են, երբ վերջին մեքենան հասցնում է արագանալ ու գնալ, մինչև հաջորդը ստիպված կլինի կանգնել։ Դե հիմա բազմաշերտ մայրուղիներում խցանում սկսելու համար հավի կարիք չկա։ Ընդամենը մի վարորդ, որը կտրուկ գիծը փոխի, երբ հետևի մեքենաները շատ մոտ են, բավական է, որպեսզի առաջանա ճանապարհային օձ, որը ժամերով ու կիլոմետրերով ձգվում է։ Հենց այս կտրուկ գիծ փոխելն է, որ ստիպում է հետևի վարորդներին կտրուկ արգելակել ու շղթայական ռեակցիա առաջացնել։ Բայց մենք իրոք կարող ենք նվազեցնել ճանապարհային օձերի առաջացումը ուղղակի փոխելով մեր վարելաոճը։ Որպես վարորդ, ձեր նպատակը պետք է լինի միշտ նույն հեռավորությունը պահելը թե առջևի, թե հետևի մեքենայից։ Պոչին նստելը խնդիր է։ Ոչ միայն որովհետև վթարների հավանականությունն է մեծացնում, այլ նաև որովհետև դուք պոչին նստած կարող եք ճանապարհային օձի պատճառ դառնալ, եթե առջևի վարորդը արգելակի։ Միշտ մեջտեղում։ Սա եւ ձեզ է առավելագույն ժամանակ տալիս կտրուկ արգելակումը կանխելու համար, եւ ձեր հետևի վարորդին։ Իսկ խցանման մեջ հայտնվելիս այս կանոնը կօգներ, որ բոլոր մեքենաներն ավելի արագ քանդեն այդ օձը։ Խցանումների լուծումը պարզ է, պետք է մարդիկ փոխեն իրենց վարքը։ Օրինակ կարող են կիսվել այս տեսանյութով, որը ցույց է տալիս, թե ինչպես ու ինչու են խցանումներն առաջանում, ինչու է պոչին նստելը վտանգավոր, եւ թե ինչպես կարող ենք միասին աշխատել, որ ճանապարհները բոլորի համար ավելի լավը լինեն։ Վերջ։ Բացի նրանից, որ ուղակի հույս դնելը, որ մարդիկ ավելի լավը կլինեն, քան իրականում կան, սարսափելի լուծում է։ Ամեն անգամ փոխարենը աշխատում է կառուցվածքային համակարգված լուծումը, ինչը ըստ էության հենց ինքնակառավարվող մեքենաներն են։ Ինքնակառավարվող մեքենաներին կարելի է ուղղակի ծրագրավորել, որ միշտ մեջտեղում մնան եւ միաժամանակ արագություն հավաքեն։ Դրանք ուղղակի դական են։ Որքան շատ ինքնակառավարվող մեքենաներ լինեն խաչմերուկում, այնքան ավելի արդյունավետ այն կդառնա։ Ինքնակառավարվող մեքենաների հոսքիցը կտրուկ մեծացնում է անցանելիությունը։ Իսկ իրականում, եթե մարդկանց արգելվի մեքենա վարել, ինչը իմիջիայլոց հաստատ պետք է անել, կարելի է ընդհանրապես ազատվել խաչմերուկներից։ Ի վերջո, լուսացույցն ընդամենը գործիք է, որով մի ճանապարհի վարորդները մյուսի վարորդների հետ հաղորդակցվում են, վատ ու պարզունակ ձևով։ Կարմիրը նշանակում է հիմա մի գնա, մենք ենք անցնում խաչմերուկով։ Կանաչը կարելի է գնալ, բայց ինքնակառավարվող մեքենաները կարող են իրար հետ խոսել լույսի արագությամբ։ Այդպիսի համակարգման պայմաններում լուսացույցի կարիք ուղղակի չի լինի։ Ինչպես մայրուղու դեպքում, այնպես էլ այստեղ։ Լավագույն խաչմերուկը բացակայող խաչմերուկն է։ Մարդիկ երբեք այսքան ճշգրիտ չեն վարի։ Խաչմերուկում խցանումների եւ ընդհանրապես ամեն ինչի հիմնական խնդիրը, որի ականատեսն եք լինում, մարդիկ են։ Ուրեմն խցանումների իսկապես պարզ լուծումը հետևյալն է. այլևս ոչ մի կապիկ ղեկին։